Եվրամիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը Կովկասյան տարածաշրջանի երկրների վրա կուժեղացնի լարվածությունը, հայտարարել է ՀԱՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Ըստ նրա, Կովկասյան տարածաշրջանում կոնֆլիկտային ներուժի մակարդակը նախկինի պես բարձր է մնում։ Կազմակերպության պատասխանատվության գոտում գոյություն ունեցողներից բացի ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, նշել է նա։ Սեմերիկովի խոսքով հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ։ Հիմնական սպառնալիքը գալիս է այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք ընկել են ռևանշիստական ռազմատենչ կատաղության մեջ։ Ռազմական ծախսերի աճի կայուն միտում կա, ասել է նա։ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը հայտնել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։ Կառույցի ղեկավար Եվգենի Սիսոևը հայտարարել է, որ դրա համար նախադրյալներ արդեն ստեղծվում են։ Խոսքը էներգակիրների և հանքային պարարտանյութերի համաշխարհային մատակարարումների արգելափակման, կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածների և այլ վտանգների մասին է։